Բարև ձեզ բարեկամներ, բաց եթերի ստեղծագործական կոլեկտիվի անունից ողջունում ենք մեր բոլոր հեռուստադիտողներին, բոլոր նրանց, ովքեր տեղ են զբաղեցրել մեր տաղավարում, եւ իհարկե մեր ծրագրի այսօրվա շատ ցանկալի հյուրերին, որոնց այժմ մեծ հաճույքով ուզում եմ ձեզ ներկայացնել։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին եւ ԱՍ ընկերության հիմնադիր մեր ճանաչված գործարարներից, բիզնեսմեններից մեկին Արա Կարապետյանին։ Առաջին հարցը ուզում եմ ուղղել պարոն Եգանյանին, ասացեք, ինչպիսին է Հայաստանի Հանրապետության միգրացիոն վիճակը, արդյոք շարունակվում է արտագաղթը։ Ես կարծում եմ, եթե մեկ բառով փորձենք բնութագրել այսօրվա միգրացիոն իրավիճակը, ապա պետք է ասենք, որ մեր երկիրը, մեր ազգաբնակչությունը թևակողել է ինտենսիվ ուղևորափոխադրումների շրջան։ Շատ շատերը, խոսելով միգրացիայի մասին, անմիջապես ասոցացվում եւ կապում են դա արտագաղթի հետ։ Դա արդեն պատմության երևի թե փակված էջ է։ Արտագաղթ մենք որ ունեցել ենք զանգվածային 90-ական թվականների սկիզբներից, որոնք այնուհետև մինչև 2002 թիվը մարումով մորերերը հասան, ներկայիս միգրացիոն իրավիճակի համար ավելի շատ բնորոշ է Հայաստան ժամանողների թվի շարունակական աճի մեծացումը։ 2004 թվականից ի վեր մենք արձանագրում ենք միգրացիայի դրական մնացորդ, այսինքն Հայաստան ավելի շատ մարդիկ են այցելում, քան Հայաստանից մեկնում։ Ընդ որում 2004 թվականին այդ տարբերությունը կազմել էր ընդամենը 3000 մարդ, 2005 թվականին շուրջ 10000, իսկ անցած տարի ավելի քան 21500 մարդ։ Եվ ի՞նչն է կարևոր։ Այս դրական մնացորդը արձանագրվում է ոչ թե ի հաշիվ մեկնողների թվականակի կրճատման, ոչ, մեկնողների թվականակն էլ է աճում։ Ուղղակի ժամանողների թվականակը անհամեմատ ավելի մեծ տեմպերով եւ արագ մեծ չափերով է աճում։ Եվ մի կարևոր էլի իրողություն, բնութագրիչ հանգամանք, այս տարվա 8 ամիսների տվյալներով ուղևորահոսքերի ընդհանուր ծավալները, այսինքն շարժը եւ դեպի երկրից դուրս եւ դեպի ներս, աճել է նախորդ տարվա 8 ամիսների նկատմամբ գրեթե 40%-ով։ Եթե մի բերենք, կարելի է ինչ-որ տեղացել անգամ, որ կյանքի որակի փոփոխության սա լավագույն ինդիկատորներից ցուցիչներից են։ Այսինքն այսօր միգրացիոն իրավիճակը հակիրճ այսպես կարելի է բնութագրել։ Այո, ես պիտի ասեմ, որ պարոն Կարապետյանը այն հանրահայտ մեր բիզնեսմեններից է, որը վերջերս է վերադարձել հայրենիք, նա երկար տարիներ, մոտ 2 տասնամյակ աշխատել է Միացյալ Նահանգներում եւ արդեն մոտ 2 տարի է Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ շարունակում է զարգացնել իր բիզնեսը եւ մինչ պարոն Կարապետյանին ես կողեմ առաջին հարցը եւ ձեզ եւ տաղավարում տեղ գտած մեր հյուրերին, ինչպես նաեւ բոլոր հեռուստադիտողներին առաջարկում եմ դիտել մի տեսանյութ, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք զրույցը։ Ընտրեմ։ Վերջերս մայրաքաղաքի հարավ-արևմտյան թաղամասում բացվեց ԱՍ հանրախանութը, որը իր չափերով ու տեսականիով բացառիկ է հանրապետությունում։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը, նախարարներ, ազգային ժողովի պատգամավորներ, մշակույթի եւ սպորտի հանրաճանաչ դեմքեր։ ԱՍ ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ հյուրերը շրջեցին նորաբաց հանրախանութի տարբեր սրահներով։ Առևտրային բիզնեսում երկարամյա փորձ ունեցող Արա Կարապետյանն ու Սուրեն Սարգսյանը հանրապետության վարչապետին ու նրան ուղեկցող անձանց մանրակրկիտ ինֆորմացիա տվեցին հանրախանութի հարուստ տեսականու առաջիկա ծրագրերի մասին, նշելով, որ միայն հանրախանութում իրենց հաջողվել է բացել 100-ից ավելի նոր աշխատատեղեր։ Բոլորի կարծիքով հենց նման օբյեկտներն են հասարակության համար ստեղծում նպաստավոր պայմաններ, ավելի կայուն դարձնելով պետությունը։ Եվ իրոք դժվար չէր նկատել, որ իսկապես մեծ ծավալի աշխատանք էր կատարվել։ Ավելի էր բարեկարգվել հանրախանութի շրջակայքը եւ անկասկած յուրաքանչյուր նմանատիպ կառույց ավելի կմաքրի մեր քաղաքը կեղտից փոշուց, այն դարձնելով ավելի բարետես ու գեղեցիկ։
Բացման հանդիսավոր արարողությունից հետո Աս հանրախանութը հյուրընկալորեն բացեց դռները իր առաջին այցելուների առջև։ Բոլորի դեմքերին գոհունակության ժպիտներ էին, քանի որ շրջելով սրահից սրահ եւ տեսնելով ճաշակով դասավորված կոշիկները, կանացի պայուսակներն ու հագուստները, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն էր, թե իրեն գտնվում են ոչ թե Երևանում, այլ եվրոպական որևէ քաղաքակիրթ երկրում։ Ամենուր աչք էր շոյում բարձրորակ հարուստ տեսականին եւ իհարկե նաեւ աներևակայելի ցածր գները, ինչը Աս հանրախանութն ասես վերածել էր հրաշքների դաշտի։ Սիրելի բարեկամներ, դե ինչ, կարծում եմ, որ Աս հանրախանութը մեզ համար հաճելի անակնկալ է նաև մայրաքաղաքի բոլոր հյուրերի համար, պարոն Կարապետյան եւ ձեզ եւ պարոն Սարգսյանին ես շնորհավորում եմ, որովհետեւ վերջո ձեր ջանքերով մենք կարողացանք մայրաքաղաքում ունենալ նման մի հանրախանութ եւ կուզենանք իհարկե, որ դուք էլ դիմեիք մեր հեռուստադիտողներին, ինչը ստիպեց, որ այդպիսի հաճելի անակնկալ մատուցեք։ Սա ամերիկյան գործունեության շարունակություններ է։ Կարծում եմ դուք տեղյակ եք, որ 3 տարի առաջ Զեյթունում մենք բացառեցինք մեր եւս նույնատիպ հանրախանութ, իհարկե չափերով մի քիչ ավելի փոքր, քան երկրորդ հանրախանութը։ Եվ հաճախորդների պահանջարկը, պարոն Ղուշյան, ավելի թելադրեց մեր հետագա անելիքները։ Այդ խանութը գտնվում էր քաղաքի ավելի հյուսիսային մասում եւ կարծում եմ, թե հարավային մասում կարիքը կար, անհրաժեշտությունը կար երկրորդը անպայման բացանելու։ Եվ այդ օրը մենք բավականին երկար զրուցեցինք մեր հյուրերի հետ, կարծիքներ փոխանակեցինք, հանձնարարություն ստացանք երկրի վարչապետից։ Ես տեսնում եմ, որ պարոն Եգանյանն էլ այսպես հաճույքով դիտում էր ժապավենը, պարոն Եգանյան, երևի հենց արտագաղթը կանգնեցնելու մի լավագույն տեսակներից մեկն էլ այսպիսի աշխատատեղեր բացելն է։ Պարոն Կարապետյանը ուրեմն նաև երկու իմաստով միգրացիոն իրավիճակի վրա անդրադարձ ունի, նախ ինքը որպես անհատ անձ վերադարձել է Ամերիկայից, այսինքն ես որ նշեցի անցած տարի կամ նախանցած տարի +10,000, այդ +10,000-ից մեկն էլ նաև ինքն է, բայց ամենակարևորը, որ մեկնողների երակշիռ մասը որպես պատճառ նշում են աշխատատեղերի բացակայությունը, իսկ նման հաստատությունների կազմակերպությունների ստեղծումով, երբ որ կա նորմալ վարձատրվող աշխատատեղեր, նշանակում է, որ Հայաստանից մեկնելու արտամղող գործոնների դերակատարումը թուլանում է, այնպես որ ես նորամուտը նաև քաղաքի հարավային հատվածներ հույս ունենանք, որ նաև աշխարհական մյուս գոտիներն էլ Երևան քաղաքի կծածկի շատ շուտով ես հենց դա եի ուզում ասեի, որ մեր շատ հարգելի երկրի վարչապետից մենք ստացանք հանձնարարական հանրապետության բոլոր մարզկենտրոններում, այդ թվում կրկին Երևանում, ավելի շատ արևելյան եւ արևմտյան շրջաններում կրկին բացանել նման հանրախանութ, որը նաև շատ մեծ կբերի, պարոն Եգանյան, ավելի շատ աշխատատեղեր։ Ինչ է կարծում եք, պետությունը չպետք է նախաձեռնի այնպիսի միջոցներ, որպեսզի մեր արտագաղթված հայրենակիցները վերջապես վերադառնան հայրենիք եւ այստեղ վաստակեն իրենց օրվա հացը։ Շատ կարևոր հարց եք տալիս եւ ձեր հարցին պատասխանեմ, ոչ թե պետք է ձեռնարկի, արդեն իսկ ձեռնարկում են այդպիսի քայլեր։ Նախ սկսեմ, որ վերջերս ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրում, դա հունիսի 26-ին էր, որ ազգային ժողովը նոր ձևավորված կառավարությանը ծրագրին համաձայնություն տվեց, հավանություն տվեց, այնտեղ հատուկ ծրագրային դրույթ կա։ Դրույթ, որը հնչում է մոտավորապես այսպես, որ կառավարությունը պետք է խթանի վերադարձի գործընթացները։ Դրա համար ստեղծելով անպատասխան ինտերնետային տեղեկատվական համակարգ, որի նպատակն է մեր քաղաքացիներին, ովքեր գտնվում են օտարերկրյա պետություններում, տրամադրել
3 հարցով աջակցություն։ Առաջին նպատակը դա, որ նրանք կարողան համակարգից ստանալ արժանահավատ տեղեկություններ Հայաստանի հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ։ Երկրորդը կարողանան իրենց հարցերը ուղղակիորեն, անմիջականորեն ուղղել Հայաստանի կառավարության այս կամ այն օղակի առջև, եւ երրորդը անհրաժեշտության դեպքում նաեւ ցանցային ռեժիմով կազմակերպվի նրանց հետ համապատասխան նախարարության աշխատակցի, այսպես ասած, դիալոգային ռեժիմով հարցազրույց կամ հարցերի պատասխան։ Պարոն Կարապետյան, ես ասացի, որ մեր գործարարները, բիզնեսմենները քիչ բան չունեն անելու, որպեսզի իհարկե արտագաղթը դադարեցվի եւ մարդիկ սկսեն վերադառնալ։ Այս գիտեմ, որ դուք Միացյալ Նահանգներում էլ համախմբել եք ձեր շուրջը մեր հայրենակիցներից շատ-շատերի եւ կարողանում եք նույնիսկ այնպեսի քարոզչություն տանել, որ ուշ թե շուտ անհրաժեշտ է վերադառնալ հայրենիք։ Եվ որպես, ինչպես ասում են, դրա լավագույն ապացույց ինքներդ առաջինը եկաք, այստեղ շարունակեցիք ձեր գործունեությունը։ Այ հետաքրքիր է, ձեր գործընկերներից Միացյալ Նահանգներում եղած բիզնեսմեններից կան մարդիկ, որոնք նույնպես մտադրություն ունեն վերադառնալու, որոնց հետ կապը պահում եք։ Պատասխան եմ, պարոն Ղուշյան, ուրեմն շատ ճիշտ նկատեց պարոն Եգայանը, վերջի տարիների մեջ նկատի ունեմ 2, 3, 4 միգուցե ավելին, բավականին սկսվել է ցանկությունը մարդկանց մոտ վերադառնալու հայրենիք, նույնիսկ բիզնեսմենների։ Կարծում եմ դրա նպաստավոր պայմաններից մեկը, պարոն Եգանյան, երկրում սկսել է ձևավորվել միջին խավ եւ շատ արագ տեմպերով։ Իմ կարծիքով, պարոն Ղուշյան, բիզնեսի առավելապես կարելի ասել, ասենք, հասարակական կյանքի ավելի շատ ողնաշարը դա միջին խավն է։ Ես տենց եմ կարծում։ Վերջին ժամանակներում շատ արագ տեմպերով երկրում ձևավորվում է միջին խավը եւ միջին խավի համապատասխան բիզնեսի ոլորտները բավականին թույլ են, որը պետք է զարգացնել միջին խավի սպառողական շուկան ապահովելու համար։ Եվ շատ մեծ ցանկություն ունեցողներ կան, պարոն Ղուշյան, բավականին մեծ։ Այս շատ շուտով կարծում եմ դուք ճանաչում եք մեր ընկերներից Դարփինյան կար։ Արտաշես Դարփինյան։ Այո։ Այ ինքը շատ մեծ ցանկություն ունի, ինքը վերջերս գտնվում էր ինձ մոտ, բավականին լուրջ պլաններ ուներ կապված արտադրության հետ, շուտով ուզում է վերադառնալ եւ բավականին լուրջ գործարանի առու վաճառքի ընթացքում էր գտնվում եւ ես համոզված եմ, ոչ թե կարծում եմ, շատ շուտով բավականին մեծ քանակի բիզնեսմեններ եւ մեր ժողովրդից կվերադառնան հայրենիք։ Շնորհակալություն, իհարկե, դա նույնպես նոր աշխատատեղեր է, հարց կա, հա։ Խնդրեմ։ Պարոն Կարապետյան, հարցս ուզում եի ուղղել ձեզ։ Տեսանյութից տեղեկացանք, որ դուք պարոն Սարգսյանի հետ բացել եք 100-ից ավել աշխատատեղեր եւ առավելություն եք տվել երիտասարդ մասնագետներին։ Ինչով եք դա բացատրում։ Ես ավելի շատ նկատել եմ մեր երկրում մի հետաքրքիր բան։ Թե մամուլում, թե հեռուստատեսությամբ, այ որ նկատեք միշտ տարբեր հեռուստաալիքներով վազող տողեր կա։ Բոլորը հայտարարություն են տալիս, որ պահանջվում են փորձառու աշխատողներ։ Այ ես մի հարց ունեմ, պարոն Ղուշյան, եթե մեկը փորձառու չի, երիտասարդ շատ լավ աղջիկա կամ տղա ավարտել է դպրոց, ուզում է աշխատի, ինչ անի։ Այ հակառակ դրանց մենք հայտարարություն տվեցինք, որ պահանջվում են աշխատողներ, ովքեր երբևիցե չեն աշխատել։ Ավելի շատ դաստիարակենք մեր հոգեբանությամբ, մեր բիզնեսի ավելի գաղափարներով, մեր ոճով։ Եվ հավատացեք ինձ, այ մեր երկրորդ փորձը կրկին անգամ ցույց տվեց, որ շատ գերազանց աշխատում է։ Երիտասարդ երեխեք են, ովքեր որ սրտանց ուզում են աշխատել, ուզում են վաստակել, չի հաջողվել, չի ստացվել ուսման հարցերը, մարդիկ ուզում են գնան աշխատելու։ Շատ ողջունելի է դա։ Բայց ուր գնում են աշխատանքային փորձ են հարցնում, չգիտեմ ինչի։ Ինչ որ մի տեղից պիտի սկսեն այդ երեխաները, թող մեր մոտից սկսեն, այդ մեր տեղը համարվի այդ դարբնոցը, որտեղից կարելի է սկսել։ Այսքան է երևում։ Շնորհակալություն։ Ես հիմա կուզենայի մենք անդրադառնայինք փախստականների հարցին։ Հայտնի է, որ մեր երկրից շատերը հեռանում են երկրից,
եւ գնում են այդ երկրներ, հանձնվում են այդ երկրների իշխանություններին, ակնկալելով, որ ինչ որ սոցիալական բարիքներ պիտի իրենք ստանան։ Ինչ երևույթ է դա ընդհանրապես եւ կա արդյոք նման բան։ Նայեք, օտարերկրյա պետություններ գնացող հայերի մի մասը, որ ձգտում են ամեն գնով օրինականացնել իրենց այն տեղեկացությունը, իսկ դրա համար պետք է համապատասխան կարգավիճակներ ձեռք բերել, հա, մտածում եմ, որ թերևս փախստականի կարգավիճակ ստանալու ճանապարհով դա դյուրությամբ կլինի։ Եվ դիմում են այդ երկրների իշխանություններին, որպեսզի իրենց տրամադրվի ապաստան, փախստականի կարգավիճակ, դա մեր ժողովրդի մոտ այս երևույթը կոչվում է հանձնվել, որը եւ իմաստային առումով ճիշտ չէ, եւ նաեւ իրավական առումով այդ գործընթացին բացարձակապես չի համապատասխանում եւ աղերս չունի։ Եվ հանձնվել բառը մի քիչ նաեւ իր մեջ գրավչություն ունի, որովհետեւ հանձնվելու պարագայում ենթադրվում է, որ դիմացինը ինչ որ մեկը պետք է հոգ տանի հանձնվողի մասին, ասենք պատերազմի պայմաններում դա, ասենք հանձնվող զինվորը հաղթող զինվորի եւ այնտեղ որոշակի, ասենք թե միջազգային կոնվենցիաներ կան, որ պետք է հոգ տանի։ Սովորական պայմաններում նշանակում է ճակատագիրით հանձնում ես այս մեկի տնօրինությանը եւ այս հանձնվել բառն է նաեւ, որ շատ խաբուսիկ դերակատարում ունի, բայց սա հանձնվել չէ, սա այդ երկրի իշխանություններից ուրեմն կարգավիճակ խնդրել է, իսկ կարգավիճակը տրվում է հատուկ պայմանների, հատուկ պատճառների դեպքում եւ այդ պատճառները ու պայմանները նշված են հստակորեն միջազգային փաստաթղթում 1951 թվականի Ժնևյան կոնվենցիայում եւ յուրաքանչյուր դեպք ուշադիր մանրակրկիտ ուսումնասիրվում է այդ երկրի ուրեմն համապատասխան մարմինների կողմից, արդյոք բերված տվյալները համապատասխանում են ուրեմն փախստականի ճանաչման կարգավիճակին ու կարող եմ ասել, որ քանի որ բարեբախտաբար Հայաստանում նման պատճառներ ու պայմաններ չկա, որպես կանոն դրանք մերժվում են։ Ուղղակի սա գործընթաց է, որ տևում է 3 ամիս, 6 ամիս, եթե դատական անգամ բողոքարկման դիմեն, կարող է տևել 1.5 տարի եւ ավել, եւ այստեղ մնացած նրան ծանոթ բարեկամները թվում է, թե այդ ընթացքում դրանք արդեն օրինականացրել իրենց բնակությունը, հա։ Ավել են, եթե կարողանում են ինչ-ինչ ճանապարհներով որոշակի ապրանքներ հայթայթել եւ ուղարկել Հայաստան, այստեղ տպավորություն է ստեղծում, որ արդեն աշխատեցին, արդեն կարողանում են եկամուտով այստեղ բանան։ Սա է ամբողջ ուրեմն այս երևույթի էությունը, մարդիկ ուղղակի պետք է քաշ գիտակցեն, որ հանձնվել չկա, կան ուրեմն պաշտոնյաներ, որոնք շատ խստապահանջ են եւ չեն ուզում իրենց երկրի ստեղծված սոցիալական բարիքները անտեղի հատկացնել այս կամ այն օտարերկրյացում։ Եվ մինչեւ այսպես ասած նման նպատակով ուղևորություն կատարելը լավ ծանոթ թեթև անեն 10 չափը նոր կտրեն խորհուրդ կտանք նաև այցելային մեր գործակալություն մենք ընդհանրապես նաև բացել ենք մեր մոտ խորհրդատվական ծառայություն ոչ միայն այս կարգի հարցերով այլ նաև աշխատանք գտնելու միգրացիոն օրենսդրության եւ այլ նմանատիպ հարցերով ստանան ասենք թե անվճար խորհրդատվություն որը կարծում եմ լավ նշանակություն կունենա նրանց համար, որ չհայտնում են հետագայում իրենց համար անցանկալի, անկանոն, անլեգալ միգրանտի կարգավիճակում։ Ես ամբողջությամբ համամիտ եմ պարոն Եգանյանի հետ, ժողովրդական մի հատ խոսք կա, ասում է զուռնայի ձենը հերվից քաղցր է գալիս։ Այդ նույն կարգավիճակն է, պարոն Եգանյան, մարդկանց թվում է, թե շատ ճիշտ բնութագրեց։ Մի հատ ծանրոց են ուղարկում, ասում են, գիտես, հոյակապ կարգավիճակում է գտնվում, բայց արի դու տես իրականում գիտեք տարիներով մենք շփվել ենք, այ պարոն Ղուշչյանը գիտի երկար տասնյակ տարիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից ինչ ծանրոցներ, ինչ բեռներ, ինչ դրամա փոխանցվել ամբողջը արվել է մեր միջոցով եւ ես շատ լավ տեղյակ եմ մարդիկ ծերունիները թոշակ էին ստանում, սենց թոշակը ձեռքները բռնած պարոն Եգայան սենց այն իրանց վերջի ունեցվածքով սենց բերում էին մի փոքր ծանրոց սարքում, որ ուղարկեին եւ դե այստեղի միգուցե բնակիչները մտածում էին, թե ինչ լավ է վիճակը, դες ծանրոց ենք ստացել եւ այլ։ Ես կարծում եմ աշխատող եւ բարիք ստեղծող մարդու համար, պարոն Ղուշչյան, երկիրը նշանակություն չունի։ Այսօր Հայաստանի ամբողջ շուկան ազատ է, հավատացեք ինձ, կարգերը նորմալ է, ամբողջը ազատ է, աշխատիր, ստեղծիր քեզ համար, երկրի համար,
վճարիր ժամանակին հարկերը Եվ հանգիստ քնիր։ եւ հանգիստ քնիր, երկիրը քեզ պայմաններ է ստեղծում աշխատելու։ Կա հարց։ Մաչելի գինը եւ իհարկե բարձր որակը կարծում եմ ցանկալի է բոլորին, նամանավանդ մարզերում բնակվողներին։ Խնդրեմ պատասխանեք, ինչ աշխատանքներ եք տանում դուք, որպեսզի եւս նմանօրինակ առևտրի տներ բացեք նաեւ հանրապետության տարբեր տարածքներում եւ մարզերում։ Շատ խելացի հարց էր։ Այս քիչ առաջ շեշտեցի, որ մենք մեր առաջիկա պլանների մեջ ունենք, որ 2 տարվա մեջ հանրապետության մարզ կենտրոններում բացանել, նույն իհարկե ես չեմ կարծում նման չափսերի կարող ենք ամեն մարզ կենտրոնում բացանել, բայց կարծում եմ դրանից ոչ պակաս բավականին լուրջ խանութներ կամ հանրախանութներ բացանել եւ վերջապես պլանավորել ենք, որ մինչեւ 2009-ի ավարտը մեր ձեռնարկությունը աշխատատեղերը հասցնել մոտ 700-ի։ Կարծում եմ դա բավականին լուրջ, այսօրվա դրությամբ արդեն մոտ 150-ից ավել մարդ է աշխատում եւ պետք է անպայման շեշտեմ, որ բավականին բարձր աշխատավարձով։ Մեր միջին աշխատավարձը 95000 դրամ է, նույնիսկ 96 կարծեմ։ Եվ մենք գիտեք, ես գտնում եմ, որ աշխատողին պետք է տալ նորմալ պայմաններ, նորմալ աշխատավարձ, որպեսզի պահանջես նորմալ աշխատանք։ Եթե ոչինչ չխանգարի, ես ձեր հարցը ուղղակի պատասխանեմ, 2 տարվա մեջ մենք անպայման կհասցնենք Հայաստանի 10 մարզերում բացանել նորմալ աշխատատեղեր եւ նորմալ հանրախանութներ։ Ես հիշում եմ, երբ առաջին փախստականները եկան Հայաստան, մենք այսպես ազգովի պատրաստ էինք բոլորին ընդունել, գուրգուրել, ինչով պետք է աջակցել։ Հետարքերը նման վերաբերմունքը այսօր էլ կա։ Ցավոք սրտի ոչ միայն փախստականների, ընդհանրապես սոցիալապես անպաշտպան անձանց կարիքի մեջ գտնվող հայտնված մարդկանց կարիքները կարծես թե մի տեսակ հասարակությունը անտարբեր է դարձել։ Ընդհանուր առմամբ եմ ասում եւ բացարձակապես որևիցե աղերս, որևիցե մի ինչ-որ ձևով հիշվի, որ ինչպիսի զգացական, պատրաստական ուրեմն մթնոլորտ էր տիրում 88-92 թվականին, երբ որ Հայաստան ժամանեցին Ադրբեջանից բռնագաղթված մեր հայրենակիցները եւ դրա շնորհիվ էր հետ զգացական պատրաստական մթնոլորտի, որ մենք կարողացանք կարճ ժամկետում բոլորին ապահովել ուրեմն կացարաններով եւ բոլորը բոլորին էին ուզում օգնեին։ Կառավարությունը բոլոր իր ունեցած ռեսուրսները տրամադրեց։ Իհակառակ դրան, ասենք մեր հարևան հանրապետությունում այս երևույթը դարձրեցին ավելի շատ քաղաքական շահարկումների որպես առարկա, նրանց տեղավորելով ժամանակավոր կացարաններում վրանային քաղաքներ սարքել եւ այլ եւ այլ։ Մենք այդ ճանապարհով չգնացինք, մենք համարեցինք, որ մարդիկ դուժել են հայոց համազգային ընդհանուր շարժման արդյունքում, շարժում, որին մասնակցում էր մեր հայ ազգի յուրաքանչյուր հատված եւ ամեն մի հատված որոշակի գին վճարեց այն ժամանակվա ձեռքբերումների համար։ Մենք հայերս, որ ապրում ենք Հայաստանում, մեր վճարած գինը այն էր, որ խիստ վատթար պայմաններում լույսի, մութի ցերտի եւ այլ պայմաններում ապրեցինք։ Ղարաբաղի բնակվող հայերը այն էր, որ բազմաթիվ զոհեր, Սփյուռքի մեր եղբայրների ուրեմն վճարած գինը դրան նյութական իրենց աջակցությունն էր, իսկ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներինը, որ նրանք մեկ օրվա, մեկ շաբաթվա ընթացքում դարձան բնավեր, տնավեր եւ փախստական դարձան։ Եվ բնականաբար պետք էր որպես մեր ընդհանուր շարժման, այսպես ասած, հատվածներից մեկը նաեւ հայ ազգը ուշադիր լիներ նրանց կարիքներին, ինչը կար այն ժամանակ, հիմա ցավոք սրտի այդպես չէ եւ դա իհարկե որոշակի լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։ Շնորհակալություն։ Հիմա մենք պիտի դիտենք մի տեսանյութ, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հակոբյանների ընտանիքն այսօր իր շրջապատում բոլորին հայտնի է որպես փախստականների բազմանդամ ընտանիք։ Գառնիկ Հակոբյանն ու Կարինե Տերյանը 11 երեխաների ծնողներ են։ Նրանք շատ են հպարտանում նաև իրենց երկու թոռնիկներով, որոնց թիվը տատիկի ու պապիկի կարծիքով
մոտ ապագայում կարող է անգամ տասնապատկվել։ Փախստականների բազմանդամ այս ընտանիքի երեխաների մի մասը ծնվել է Գանձակում, իսկ մյուսները հայրենիքում։ Հարևանների եւ բարեկամների վկայությամբ, ինչպես ընտանիքի հայրը, այնպես էլ նրա երեխաներից շատերը իրոք տաղանդավոր մարդիկ են։ Առաքելություն Հայաստանը ինձ շատ հարցերում ամեն տեսակետից օգնել է։ Առանց բարեգործության, առանց Աստծո կամքի ոչ մի բան չի լինի։ Ընտանիքի հայրը Գառնիկ Հակոբյանը դեռ մանկուց հրաշալի նկարել է, դուտուկ եւ ակարդեոն նվագել։ Այսօր էլ նա հաջողությամբ է ազատ ժամերը տրամադրում նկարչությանն ու երաժշտությանը։ Ամեն մի թուրքի ամեքին 3-4-5 կրիկ ունեն, ամեք ծերախայրում, սաղ տիտհն, յուրում են իրանց ազգմիջությունում, մնքր գջուրուսնում են։ Դևերիզ նման կս Հայաստանը ստհնց ցիլի, մրազգնել մեծ կիլ էլի։ Չնայած երիտասարդ տարիքին ավակ որդին Տիգրան Հակոբյանը բավականին հմուտ փայտագործ վարպետ է։ Ցավոք ընտանեկան բյուջեն առայժմ հնարավորություն չի տալիս սոցիալապես ոչ նախանձելի վիճակում հայտնված այս բազմանդամ ընտանիքի անդամներին բացահայտելու իրենց բոլոր կարողությունները, բայց դա չի խանգարում, որpիսի նրանք միշտ մնան լավատես եւ հավատով նայեն վաղվա օրվան։ Առանց սիրո բնական բանա, որ ոչինչ չի լինի։ Առանց Աստծո սիրո, առանց ընտանեկան սիրո, այդ սերը միահամուռ է լինում։ Այդ սերը ոնց որ ասում եմ, մեկը մյուսի հանդեպ, մեկը մյուսի երկկողմանի է լինում եւ ընտանիքի անդամները եւ մենք երկուսով։ Անշուշտ Հակոբյանները շատ ծանր ու դժվարին օրեր են անցկացրել։ Նրանք հիշում են, թե ինչպիսի ահավոր պայմաններում էին ապրում, երբ դեռ նոր էին փախստականի կարգավիճակով հայտնվել Աբովյանի հանրակացարաններից մեկի փոքրիկ սենյակում, ուր նորմալ ապրելու համար չկային անգամ տարական պայմաններ։ Բայց նրանք կարողացան հաղթահարել նաև այդ բոլոր դժվարությունները եւ մոտ 1.5 տարի առաջ Հայաստանի Հանրապետության միգրացիայի գործակալության կողմից նրանց տրամադրվեց նորվեգացիների կողմից կառուցված այս հարմարավետ կոթեջը, ուր վերջապես երկարատև չարչարանքներից հետո հանգիստ շունչ քաշեցին կյանքի բոլոր տեսակի փորձությունների միջով անցած բազմանդամ այս ընտանիքի բոլոր անդամները։ Ես ուզում եմ մենք հրավիրենք այդ բազմանդամ ընտանիքի անդամներից մեկին, Տիգրան Հակոբյանին եւ մեր զրույցը շարունակենք նրա ներկայությամբ։ Համեցեք։ Պարոն Եգանյան, դե մենք եկեք նորից շնորհավորենք Հակոբյանների ընտանիքին, որտեղ այդ բազմանդամ ընտանիքը, որտեղ 11 երեխաներ են եղել, եւ պիտի ասեմ, որ մեր նկարահանման օրը ցավոք մի մասը չկար, բացակայում էին մի մասը դասի էր, աղջիկներից երկուսը արդեն ամուսնացել են, ինչպես տեղեկացանք նաև արդեն այդ ընտանիքում առաջին թոռներն են եւ ինձ ուրախացրեց թե հայրը, թե մայրը, որ ասացին, որ մենք պետք է նաև մեծաթիվ թոռներ ունենանք։ Այսինքն այդ ավանդույթը պիտի շարունակեն։ Տիգրան, ինչպես եք ձեզ զգում նոր կացարանում։ Շատ լավ է, փառքաս։ Համարձակ։ Լավ է։ Լավ է։ Ընտիր, շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, մենք իհարկե մեր բարեգործներին, գործարարներին, բիզնեսմեններին միշտ խնդրում ենք, որպեսզի աջակցեն նման ընտանիքներին եւ ընդհանրապես սոցիալապես ծանր վիճակում հայտնված մարդկանց։ Այդ տեսանյութը դիտեցիք, դուք ինչ որ մտահղացում եղավ ձեզ մոտ, որ ասենք, ինչ որ տարբերակով փորձենք օգնել Հակոբյանների բազմանդամ ընտանիքին։ Ես կարծում եմ, պարոն Ղուշյան, դա առաջի անգամ չի, դուք շատ քաշ տեղյակ եք։ Եվ նույնը Հակոբյանների ընտանիքին մենք պատրաստ ենք, մեր կազմակերպությունը պատրաստ է։ Այս տեսա, որ շատ սիրուն լավ փոքրիկներ կան այնտեղ, լավ երեխաներ կան։ Պատրաստ ենք թե փակուս տեղենով, թե կոշկեղենով, թե ամեն ինչով դիմացը ձմեռա, այդ երկարաճիտ սապաշկիներով պատրաստ ենք օգնելու ամեն ինչով։ Այսինքն առաջիկա մի քանի օրերի ընթացքում ես կարծում եմ մենք հյուրընկալվենք Հակոբյանների ընտանիքին, բայց ոչ դատարկաձեռը։ Զամբյուղ կարելի է սարքել եւ հյուրընկալվել Հակոբյանների տանը։ Լավ գաղափար է։ Տիգրան։ Ընդունում եք նման հյուրերի։ Ես ուզում նաև ավելացնել, որ իրոք շատ բացառիկ դժվար պայմաններում էր իրենց ընտանիքը գոյատևել։ Իրեն մայրը Կարինեն հաճախակի էր այցելում մեր վարչություն, ներկայիս գործակալություն
Եվ դրա հետ մեկտեղ ինքը երբևէ իր լավատեսությունը չէր կորցնում։ Հավաբանի մեջ նաև